Սիրելի ունգընտիրներ, ուրախ ենք, որ անգամ եւս կարող եք մեզ միանալ մեր շնոր Հայաստանի ծրագրին։ Անսավես ուրախ եմ, որ մեր սիրելի եղբայրը Մարդուն Կոցինյանը մեզ հետ է եւ Մարդուն եղբայրս այս զրույցում մենք շարունակում ենք, ինչ որ սկսեցինք անցյալ անգամ։ Մենք խոսում էինք Մարդուն եղբորը նկատմամբ իր փորձառությունների վերաբերյալ, որ ունեցավ եկեղեցիների մեջ, տարբեր եկեղեցիներում, առաջ որ ինք ճշմարտապես Քրիստոսով հավատացյալ դարավ։ Այո։ Ինչու այդպես ասում ենք, որովհետև մեր առաջի հարցը, որ ուզում ենք անդրադառնալ այս բահում, հետևյալն է։ Անցած եթերի ժամանակ ասացիր, որ դարիներով լինելով այլ եկեղեցիներում դու չէիր ապաշխարել։ Ճշմարտապես հավատացյալ չէիր։ Իսկ հետո ինչպես ապաշխարեցիր եւ ինչպես հասկացար, որ ապաշխարել ես։ Ուզում եմ մի քիչ սրա վրա խոսես։ Այո, Հովիկ եղբայր ջան, ամեն ինչ սկսվեց համակարգված աստվածաբանություն, այսպիսի քարոզներ լսելուց։ Մի քիչ բացատրիր, ինչ է համակարգված աստվածաբանությունը։ Բացատրեմ։ Օրինակ ես երբ որ լսեցի մեղքի մասին վարդապետությունը, ես ոչ թե լսում էի, երբեք չեմ լսել այդ քարոզի մեջ, որ ասում էր, օրինակ, շնությունը մեղք է, այս բացատրությունը չէր, այլ ավելի խորքային արմատների մասին էր խոսում, որտեղ աստվածաբանականորեն։ Այո, աստվածաբանականորեն եւ ինձ գրավեց նախ գիտելիքը, գրավեց, որ երբեք նմանատիպ քարոզներ չեմ լսել, եւ ես տվյալ քարոզների մեջ ես կարացա ինձ ճշմարտապես Աստծո լույսի ներքո տեսնել իմ ներքին էությունը։ Այսինքն համագարկված աստվածաբանության միջոցով այդ քարոզներում այդ գլխավոր վարդապետությունները, որ կապ ունին մեղքի հետ, մարդու բնութագրի հետ, որ մեղավոր է, Քրիստոսի հետ, իր բրգակոծման նկատմամբ, հավատքի շնորհիվ, Աստծո ողորմության եւ այլն, այդպեսի քարոզների միջոցով ավելի եւ ավելի Աստված բարձրապանեց քո սրտումդ, որ հասկանաս, որ դու մեղավոր ես եւ դակավին հնարավոր է, որ դակավին հավատացյալ չէիր, ինչպես որ դու վկայում ես։ Այո, ես անցած անգամ էլ ասացի, որ ես մեղքը սիրում էի, մեղքը հաճույքով էի անում եւ շատ բաներ կար, որ ես անգամ պատկերացում չունեի, թե իրական հավատացյալը ոնց է լինում, ինչպես պետք է արվի, բան, բայց ես երբ որ դարձի եկա, ես իրապես հասկացա, որ սա իրապես դարձ էր, որտեվ լսելով նմանատիպ քարոզները ինձ ընդհանրապես չէին շեղում այլ ուղղությունների վրա, հստակ միտք կար, հստակ նպատակ կար կոնկրետ ցույց տալու տվյալ օրինակի համար մեղքի վարդապետությունը, խորը արմատները եւ այսօրվա շատ օրինակ քարոզիչներ ինչ են անում, պատկերացնենք օրինակ ավտովթար է եղել, ինչ են անում, ավտովթարի ժամանակ բժիշկը գա եւ սկսի ինչ որ արյան հետքեր մաքրել, բայց խնդիրը ներքուստ է, չէ, խնդրեմը ներսն է, այդ վրի վերքեր արյունը հետո էլ կլվանաս։ Շատ քարոզիչներ այդպես ուզում են կարծես վրայի արյունները լվանալ ու արտաքին են ուզում քեզ գեղեցկացնեն եւ ես արտաքին կարծես թե նույնպես կամած գեղեցկանում էի փորձելով չանել քոդեմ տվյալ բանը, բայց իրականում ես չէի փոխվել։ Բայց խորը վարդապետության մեջ ես տեսա իմ ամբողջ ներքնաշխարհը Աստծո լույսի ներքո, որը որ ինձ պարզապես օրերով հանգիստ չէր տալիս միտքը։ Ինչու որովհետև խորը վարդապետության մեջ ճշմարիտ ավետարանը այնտեղ է եւ այնտեղից արդեն Սուրբ Օքին գործածելով այդ վարդապետական ճշմարտությունները բացահայտվեց քեզ, որ դու ճշմարտապես տակավին հնարավոր է որ Տիրոջ սավակ չես։ Այո, ես ընդհանրապես անգամ դարձի գալու ժամանակ դե հիմա եմ հասկանում, որ դարձի եմ եկել այդ օրերը ես տրամադրություն չունեի անգամ իմ երեխեքի հետ շփվելու։ Ես
տունը ունենք Աստվածաշունչ, ես անգամ ամաչում եի Աստվածաշունչին նայի։ Չի ուզում, ես առիթ էի ման գալու միշտ մենակ մնայի։ Դուրս էի գնում, մեքենայով ման էի գալիս, տխրություն կար իմ մեջ, բայց այդ տխրությունը պարզ կարող եմ ասել, սա ուղղակի ցավ, ամոթ, զղջանք էր, թե ես ինչ եմ արել Աստծո հանդեպ։ եղած տխրությունը, հա, ապաշխարության ասում է Երկրորդ Կորինթացիս։ Այո։ Եվ այդ ուրախությունը, նաև ինչպես Դավիթ թագավորն է ասում, չէ, ասում է գիշերը լաց է, բայց առավոտյան ուրախություն, բայց հետո արդեն ես զգացի, որ ես ինչքան եմ սիրում Քրիստոսին, շրջապատիս, ընտանիքիս անգամ, արդեն դե աշխարհիկ մարդ ինչ կարող ես անգամ վիրավորել ընտանիքիդ անդամներին, դա շատ նորմալ է, դու հայրն ես, դու խիստ ես, նորմալ է նայում, բայց հետո արդեն գիտես ոնց ոչ միայն Աստծո առջև է ամաչում, կնոջ, երեխեքի, շատ ընկերների, ու ես զգում եմ, որ անընդհատ ես ուզում եմ մարդկանց նույն այդ ճանապարհով տանեմ, որը որ ես եմ անցել, եւ այդ դարձը նաեւ ես այն ժամանակ կհիշեք, ասացի, որ անգամ Մատթեոս առաջի գլուխը չէի կարդացել, ես անհագ քաղցուն էի Աստծո խոսքի մի անգամից հավատացեք հովիգ եղբայր մի անգամից է եղել որովհետև ինչու մեկը որ նոր երեխա է նոր ծնված է Ազոխոսքի ինչ ասում է անխարթախ գաթը ցանկանում է Ազոխոսքի այդ մաքուր սուրբ գաթը եւ դու այդպես եղավ քեզ հետ մենք անգամ ու այդ հավատացեք երևի նույն օրերի մեջ ա եղել իմ ու իմ կնոջ այո իրապես այո մենք իրար հետ այսպիսի բառերով ասենք կարծես մարջ գանք թե ով շատ կկարդա արդեն այս դա լավ է մենք ես օրինակ կարող եմ կարդայի 10-15 գլուխ կինս գար բայց 20 եմ կարդացել ոնց թե ես պետք է մի 10 հատ ավել մենք իրական սիրում ենք իրոք մանուկի պես ոնց է փոքր երեխան քաղցր ցույց տաս մի շոկոլադ մենք այդ ձև սուրբ գիրքը ես մինչև անգամ գիշերը ժամը 4-ը հեռախոսը միացրած որ պուճուր երեխա ունենք լույսը չվառեի այտենց կարդում էի այտենց ամիսներ շարունակ կարդում էի մինչև տեղափոխվեցինք արդեն Ռուսաստան ու այդ ժամանակ ես զգացի իմ իրական դարձը նաև ապացույցը որ ես փառք հարստություն փող շատ բաների մեջ եմ եղել բիզնեսի մեջ ես թողեցի ուղղակի ավետարան էի քարոզում էլ ինձ ոչ մի բան չէր հետաքրքրում ու ի շնորհիվ մեր Տիրոջ մինչև օրս Ամեն միայն մեր սիրելի ընկերներին բարձրապես սահմանելով համագարկված աստվածապանություն այդ տերմինը, այդ արտահայտությունը հետևյալն է, որ Ազոխոսքը այս գլխավոր թեմաները ունի Սուրբ Գրքի վերաբերյալ Հոր Աստծո, Որդի Աստծո, Հոգի Աստծո, մարդու մեղքի, հրեշտակների, դևերի, սատանայի, փրկակորցման, եկեղեցվո եւ վախճանապանական հարցերը մահ երգիր, ավիտենականություն, դժոխք եւ այլն։ Ուրեմն համագարկված աստվածապանությունը ինչ անում է, Սուրբ Գրքից վերցնում է այդ բոլոր դեղատվությունները, այդ բոլոր հատվածները եւ դասավորում է, կարգավորում է այս տարբեր գլխավոր այս տարբեր 10 տարբեր թեմաների տակ համատեքստից դուրս չգալով։ Այո, իհարկե, այո, որբեսի լրիվ գադարյալ պատկեր ունենանք զորնակ ով է Քրիստոս ամբողջական ով է ինքը, նրա բնույթը, նրա աստվածությունը, նրա մարդեղությունը, նրա ծառայությունը, գործերը, ուսուցմունքը, ինչ որ սովորեցրեց, հրաշքները, իհարկե մահը, հարությունը, ամբարձումը եւ այլն, իր միջնորդական գործը ներկայիս եւ դարբեր թեմաներով համագարկվում է եւ Մարդուն եղբայրը սրա վրա խոսում էր, որ իր վկայությունից տեսնում ենք, սա կարևոր բան է Մարդուն ջան, որ ճշմարիտ առողջ խորունկ աստվածապանությունը, որ Ազոխոսքի համաձայն է, մարդ արարածից չի հեռացնում Աստծուց, որպես ինք հավատա Քրիստոսի մեջ է փրկվի, հապա հակառակը Ազոխոսքը լուսաբանում է նրա խորությամբ միասին, իհարկե ադեններ կա, որ Ազոխոսքից մի համար կարող է Սուրբ Օգու միջոցով անձը վերսին ծնունդ ստանա, լուսավորվի եւ հավատքի կա, բայց ուրիշ անձիկ կան, որ կացած են եկեցի Մարդուն եղբոր եւ Անա քրոջ նման, որ քանի տարի գնացին, բայց հստակ չէր նրանց համար մինչև այդ քարոզաշարը որ լսեցիր,
այդ խորը ազոխոսքի համագարկված աստվածապանության այդ տարբեր մանրամասներով եւ դերը օգտագործեց դա, որպես քեզ հավատքի բերի։ Ուղղակի ասեմ, մեզ հետևորդները թող իրենք էլ պարզապես խոր են իրենց մեջ։ Ես այս վերջերս մի գրառում եմ անգամ արել, որ կեղծ ուսմունքը չի կարող սեր առաջացնել Աստծո խոսքի նկատմամբ։ Պարզապես այսօր մարդիկ թող իրենց հարց տան, ես որքանով եմ իրոք սիրում Աստծո խոսքը։ Սիրել դա շուրթերի խոսք չի, դա գործնական քայլ է։ Որքանով եմ ես կարդում, որտեվ շատ հավատացյալների հետ խոսում ես, ասում է դե անգամ հավատացյալները այստեղ չի խոսքը գնում աշխարհիկ մարդկանց մասին, ասում են ինչ պարտադիր է կարդաս, կարևորը հավատալն է եւ այլն։ Բայց մենք գիտենք Հովհաննեսի նամակից, որ Տերն ինչ էր ասում, իմ աշակերտները ճշմարիտ աշակերտները նրանք են, ովքեր հարատևում են իմ խոսքի մեջ, ովքեր մնում են իմ խոսքի մեջ, այլ ոչ թե նրանք են, ովքեր շաբաթը մեկ ինչ որ մի քարոզներ կլսեն, թե մի էդ էլ պարտադիր չի արդեն դարձել, հա, ինչ քարոզ։ Եվ հենց այդ ճշմարիտ վարդապետությունը պետք է իմանան, որ սերը իրապես առաջացնում խոսքի նկատմամբ։ Երբ որ դու լսում ես մի կողմից մի գրագետ իրապես ոչ թե գրագետ խոսացող կուլտուրական ինչ-որ այլ կիրթ աստվածաբանությունը քեզ բացատրում, համակարգված, բացատրական քարոզներ է տալիս, տեքստը կոնտեքստի մեջ, դու կարծես իրապես հետ գնաս 2000 տարի հետ, տեսնես ինչ է կատարվել։ Մինչև անգամ մեղքի անկումը Ադամ Եվա խորապես հասկանում ես, թե ինչ է մեղքը, դրա հետևանքները որն է, ինչու եմ ես այս վիճակում, ոչ թե մեղք գործելով եմ դառնում մեղավոր, այլ ես մեղավոր եմ, դրա համար եմ ես մեղք գործում։ Եվ սրանց տեղերը խառնելուց քո աստվածաբանությունը խառնվում է։ Դրա համար այսօր մարդուն ձգտում են, որ այս մեղքը մի արա մաքրվես, այլ չեն ուզում լուծեն արմատական խնդիրը։ Բայց միթե մեկ շատերը կան շփոթվում են, մեկը ծխելն է թողնում, մեկը խմելն է թողնում, սա վերցնում են որպես վկայություն։ Լավ է որ թողնում են, բայց միթե այսօր օրինակ նման 1-2 օրինակը կարող ենք մենք ասել, որ մարդը դարձի եկել, դրա համար է անում։ Գալիս է սակունքներին, տեսնում ես առողջական խնդիր ուներ, դրա համար է թողե, այլ ոչ թե Քրիստոսի։ Սա էլ է տարբեր հասկացողությունը։ Այո, այո։ Ուրեմն դու երբ անդրադարձար, որ ոնց որ բագասություն մկար քո հոգևոր հարաբերության նկատմամբ Աստծո հետ, արդեն իսկ Տերը ինք ծրագրած էր, քեզ համար գիտեր ինչ լավակույնն է, եւ ինք ուզեց, որ ինքը հայտնե քեզ։ Այն ադեն դու ոնց դիրոջ եկար։ Այո, ասեցիր, որ այդ քարոզաշարի միջոցով համագարկված աստվածապանություն եւ որ ոնց դիրոջ եկար ասելով, մի քիչ առաջ մի բան ասեցիր, որ ավտոյով գնում էր օրվա ընթացքում, մտորում էր եւ այլն, ապաշխարությունդ հագիչ կերպով ասելով, քո զղջումդ ինչպես Աստծո ներկայացրեցիր, այսինքն ինչ ասեցիր նրա, կամ ինչ մտորեցիր սրդումդ, խոսքերով, ինչպես կարաս նկարագրել։ Ես նախ որ հասկացա մեղքը ինչ է եւ հաջորդեց այդ քարոզին անմիջապես լսել եմ թե Հիսուսը ինչի համար է, երկու քարոզ այդ շարքից, թե Հիսուսը ինչի համար է խաչվել։ Եվ երբ որ դու տեսնում ես իրապես թե ինչ է մեղքը ու ինչի համար եկավ Հիսուս, խաչվեց քո մեղքի համար, ես իմ ամբողջ զղջումը հենց այդ էր, ոնց թե իմ մեղքի համար է խաչվել Քրիստոս։ Այսինքն ես եմ մեկնել, ես եմ մասնակից եղել, որ նա բարձրանա խաչը եւ ահա որ տանջում էր, պետք է խոստովանեմ, որ ես օրերով լացում էի անգամ, ասում էի, «Էս ինչ եմ արել» կամ «Էս ինչ ձև ենք ապրել»։ Միշտ սիրել է մարդը, միշտ սիրում ես քո փառքը, քո հաճույքները, բայց նայում ես, ասում ես, այս ամենի համար Քրիստոս խաչվել է իմ մեղքերի համար։ Ես չէի կարող ուրիշ բառերով, միայն որ Տեր կներես, ես չեմ գիտակցել, չեմ հասկացել, չեմ իմացել, բայց այդ ամեն ինչը տանում էր ավելի մոտիկանալ Քրիստոսին եւ ինձ ավելի գիտեք ինչն էր գրավում օր-օրի ես պիտի ավելի շատ ճանաչեմ Տիրոջը, ավելի շատ պիտի իմանամ, որովհետեւ մենք միայն նրա մասին գիտենք
առաջ ես գիտեի Աստծո որդին է, բայց ո՞նց է Աստծո որդին։ Ինչ Աստծո որդու մասին է խոսքը։ Այսօր կարող են հրեշտակներն է կոչվել Աստծո որդիներ։ Մարդիկ էլ, այո։ Բայց այդ Աստծո որդի գաղափարը ես երբեք չեմ ունեցել իրապես, որ անգամ այդ 3 տարիներում ես չեմ կարացել իրապես ճանաչեմ, որ Քրիստոսը դա Աստված էր։ Դա այն խոստացված Աստվածն էր, որ պիտի գար, այն Մեսիան էր, եւ օրի ավելի շատ էի խորանում եւ եղբայրներից մեկը արդեն ինձ մի գիրք տվեց, որի մեջ կար քրիստոսաբանություն, որը ավելի էր ես էի արդեն մեր եղբայրներից մեկը Դավիթը, որին բոլորը ճանաչում են, Գյուրեղյան ինձ առաջնորդում էր եւ մի օր եղավ զրույցներ, որ ես ինքս ինձանով գրել էի։ Երբեք այդ ժամանակ մինչ այդ հովիվ չունեի, ես լսում էի տարբերներին, բայց արդեն մի քանի քարոզներ լսելով խորհուրդ չէին տվել, պարզապես սիրում էի գրեի որտեղ Քրիստոս Աստված։ Ու ինքս ինձանով տետրի մեջ համակարգում էի Քրիստոսի աստվածությունները, դե շատ բաներ բաց եմ թողել, որ դեռ լավ չեմ տեսել, բայց համակարգում էի ինքս ինձանով։ Եվ այդ տետրիմ ամենասիրած տետրներից մեկն է, որ մինչ հիմա պահում եմ, հա, թեպետ սխալներ կա այդտեղ, շատ, հա։ Այնպես որ իրական այդ դարձը ինձի տարավ ավելի շատ ճանաչել մեր Տիրոջը, ավելի ու ավելի շատ։ Ամեն։ Ուրեմն որովհետև քո նախկին փորձառության մեջ եղար որոշ համայնքներում եկեղեցական ուր տեսար խնդիրներ վարդապետական գենցաղավարական եկեղեցու ապրելակերպի ծառայության նկատմամբ առաջնորդների վերաբերմունք եւ այն եւ հետո 2020 թվին երբ ճշմարտապես վերեսին ծնունդ ունեցա Տիրոջ շնորհիվ հետո սկսեցիր լավ ուսուցման առումով, լավ եկեղեցիների միջոցով, լավ հավատարիմ եղբայրների ուսուցմունքի միջոցով սկսար տարբերություն տեսնել։ Ուրեմն հարց հետևյալն է, Մարդուն եղբայրս, ինչ գլխավոր տարբերություններ տեսար, եթե քոնը մի քանի գլխավոր տարբերություններ առնենք, ասենք, որ սկիզբը այս բաները տեսա, բայց մյուս եկեղեցիներում, որ հավատարիմ են Աստծո շնորհիվ, այս բաները տեսա։ Այո։ Ինչպես կարաս այդ հագատրությունը մեզ բացատրել, ցույց տալ։ Ես գնում էի մի եկեղեցի, մեզ ասում էին ուրեմն նամակ գրեք Հիսուսին նամակ գրեք, 3 խնդրանք ու անպայման կգրես, էլի, որ Մարտուն Կոցինյանը որ ճանաչի ով է, այդպես։ Եվ այդ նամակը կտանենք, մենք վառում ենք հովիվներով, այդ ծուխը բարձրանում է վերև, եւ Աստված կարդում այդ ծխի միջոցով, թե ինչեր են, ինչ ես ուզել եւ կպատասխանի։ Սա էլ էր մի մանիպուլյացիա, որ անցնում են մի որոշ ժամանակ, իրանք էին անձամբ կարդում ու գալի ասում են, Տերն ասել է ով է Մարտուն Կոցինյանը չեմ անում, Տեր ինձ ասեց, որ ասեմ։ Ինչու պետք է որ սկզբանից անուն գրեր, եթե դերը ամենակետ է, ամեն բան գիտի։ Այ ես դրան էսա տանելու եմ, որ ով է Մարտուն Կոցինյան ասում է 10-րդիդ մեջ հավատարիմ չես, դրա համար չի լինի, ես ինչ բաներ ես խնդրել։ Կամա թե ակամա մարդկանց սովորացնում են, որ Աստված ամենագետ չի։ Աստված չի ճանաչում մեզ։ Դավիթին չէր ասում, իմ մոր որովայնից գիտի։ Բայց կամա թե ակամա գիտակցաբար թե ոչ, բայց մարդկանց քարոզում են, որ Տերը քեզ չի ճանաչում։ Քո աղոթքները չի լսվում։ Դու պիտի գրես, որ այդ ծուխը բարձրանա։ Դուք պատկերացնում եք, դա մոտավորապես 20 տարվա եկեղեցի էր, այնպես չէ, որ 1-2 տարի էր հիմնվել։ Եվ այսպիսի վարդապետությունները ինչ պետք է տան այն մարդուն, որ տանի դեպի Քրիստոս, աճի հոգևոր աճ։ Շոուներ էի շատ տեսնում տարբեր համայնքներում, կազմակերպում, տվյալ եկեղեցիներում, թատրոնների սիրահարներ են, ինչ որ մի հատված վերցնեն, պատմեն։ Մեր եկեղեցիներում ես տեսա մի կարևոր բան, մեր հովիվը Աստծո խոսքից անգամ մի քայլ այն կողմ չի գնում։ Սա առաջին կարևոր
նկատառումն է, այո։ Ես հիշում եմ Ռիչարդ Մեյխուի գիրքը «Ինչպես սերտել Աստվածաշունչը», այդտեղ մի հատված կա, էլի, որ մեջ բերում է անում, այսօր շատ քարոզիչներ սիրում են բեմի վրա քայլել, վազել, գնալ, բայց Այստեղ մարզատաշտ է։ Այո, դե դա շոու է ցուցադրելու, ավելի ոգևորելու մարդկանց եւ այլն։ Ռիչարդ Մեյհուն հենց դա էր ասում, որ ճշմարիտ քարոզիչը պիտի մի քայլ Աստծո խոսքից այնկոմ չթա, որտեվ դու խոսքն ես ներկայացնում, այլ ոչ թե քեզ։ Ձերքով, ոտքով խոսալ, գոռալ, ճվալ, ինչպես անցած անգամ ասացի, զորություն են տալիս իրանց խոսածին։ Դու խոսա Աստծո խոսքը։ Ես տեսա մի կարևոր բան, մեր եղբայրները իրոք հետագայում ես ուսումնասիրելու Մարտին Լյութերի արդեն գրքերը, ինչ էր ասում Լյութերը, ասում էր իմ ծնկները դողում են, որ ամբիոմ են դուրս գալիս։ Մեր եղբայրները ինչպես են պատրաստվում, որ հելնեն Աստծո խոսք քարոզեն։ Պատրաստված հստակ մտքով, Աստծո խոսքի տեքստերով, մեջ բերումներով, որ ցույց տան մարդու համար ավելի հասանելի լինի, այլ ոչ թե ինչ որ գեղեցիկ բառեր, չգիտեմ, այս ամենը միանշանակ տարբերությունը տեսնում ես։ Եվ եթե գլխավոր տարբերությունը նրանց քարոզապանությունը բովանդակությամբ, ինչ տեսակ բովանդակություն ունի, եւ ինչ որ հավատարիմ եկեղեցիների մոտ Աստծո շնորհիվ Գադարյալի եկեղեցիները չեն ասում։ Հավատարիմ եկեղեցիների մոտ Աստծո խոսքի հանդեպ։ Այո, ով եղբայր, եւ մենք էլ ինչ ձև լսել սովորել ենք, այդ նույն ճանապարհով գնում ենք եւ իրենք էլ ինչպես լսում գնում են նույն ճանապարհով։ Եվ տեսնում ես, որ նույն եկեղեցում հաջորդ արդեն սերունդը, որ սկսում է նույն ոճով վազել բեմերի վրա, ցուցադրել, գոռալ, խոսալ, այստեղ ինչքան էլ ուզում ես Հիսուսի անունը դու կենտրոնացումը կարծես պայես քո վրա։ Ես այսպեսին եմ խոսում են, ես էս եմ, նես բաներից են խոսում, որ դու հմայվում ես քո քարոզչով, իշ լավն է իմ քարոզիչը։ Պատկերացնում ես նորից շեղումը քո միտքը Քրիստոսի վրա չի կանգնում։ Ըստ կենտրոնացումը Քրիստոսն է։ Մեր կենտրոնը Քրիստոս։ Ես դու կամ ուրիշ քարոզիչ մը։ Գիտեք ոնց է, տեսեք, իրանք ասում են, օրինակ, իրանք էլ են ասում, կենտրոնը Քրիստոսն է, բայց իրանք չեն քարոզում կենտրոնում եղող Քրիստոսին։ Խոսքով մի բան է, այո, ուրիշ բան է։ Ինչ որ բառեր լսել են, գիտեն, դե պարզավ չի ասի կենտրոնը ես եմ։ Ինքը ասում է կենտրոնը Քրիստոսն է, բայց ինքը իր քարոզը, իր ուշադրությունը պահում է իր անձի վրա։ Եվ դրա համար էլ այսօր մարդիկ, ինչպես անցած անգամ ասի, ակնկալիքը տվյալ քարոզչից է։ Դու աղոթի, որ ես օրհնում եմ, դու աղոթի, որ ես բժշկվեմ, դու աղոթի։ Դրա համար այսօր համացանցերում, անգամ սոցցանցերում կան, գցեք աղոթներ, աղոթենք։ Իբրև իրանք զորավոր են, իրանց ավելի շուտ է տեղ հասնում, քան հա, էլ այդ դիմողինը։ Խնդիր է։ Ցավալի է։ Ուրիշ ինչ կարաս ասել, իբր ագատրություն, իբր կոնտրաստ։ Այն եկեղեցախմբերի միջև եւ այն հավատարիմ եկեղեցիներում Աստծո խոսքի առաջնագարկությունը հաստատեցինք։ Աստծո խոսքը առաջնագարկներ ունի, որ Քրիստոս բարավորվի։ Ծառայողների մասին խոսա։ Ծառայողներ, տեսեք, ի դարբերություն։ Տարիներ շարունակ 3 տարիներ եղել եմ տարբեր համայնքներում, անկեղծ պետք է ասեմ, չի եղել մեկ հովիվ, որ ես հանգիստ ուզենամ մոտիկանամ, գնամ մոտիկանամ այդ հովին։ Ինչու։ Միշտ պահում են, անգամ եղել է մեծ եկեղեցում, շատ մեծ եկեղեցում, անգամ կարծես այն տպավորություններ, կարծես թիկնապաներ են, պահում են, չեն թողում մոտիկանանք։ Ինքը հիմա հոգնած է, ինքը հիմա չի կարա, ասենք ինչ արե, ընդամենը կես ժամ խոսացել է, ինչ որ երկնքից է պատմել, իջել հելելա վերև, իջելա ներքև, իմիջիալոս տուրիստ են դառել, շուշուտ գնում գալիս են։ Հա, անկեղծ սա խոսքը իմացողը արդեն տհաճ է նման քարոզներ լսելը։ Բայց դու չգիտես, ուզում ես մոտիկանաս, ինչ որ հարց տաս, հովիգ եղբայր, հպարտություն, գոռոզությունը չափից դուրս է։ Ես մարդկանց հետ եմ խոսացել, որ գնացի Վլադիվոստոկ, որ քարոզում էի, առաջարկեցի մի փոքր թաղամասը, որտեղ հայերն են ապրում, եւ տարբեր հարանվանություններ կար, եւ արդեն աշխարհիկները, որ ավելի շատ էին ինձ լսում, երիտասարդ էին ավելի շատ ու շատ էին լսում, շատ էին շփվում հետները, ինձ միշտ ասում են, էլի, ասում են, ախր մի Աստվածաշունչը տարբեր բաներ եք, էլի, քարոզում, ես զգացի, որ գայթակղություն կա տեղ, իրոք շատ փոքր թաղամասեր, եւ այդտեղ 3 եկեղեցի կար։
Ես հանուն մեր Տիրոջ, մեր Քրիստոսի գնացի մոտիկացա, խնդրեցի, կապով հաստատվեցի, որ եկեք միաբանվենք, եթե մենք իրապես ծառայում ենք Քրիստոսին, եկեք միաբանվենք եւ Քրիստոս քարոզենք եւ գայթակղություն չլինենք այս համայնքի մեջ, առաջարկելով որ ամեն շաբաթ մեկս քարոզենք։ Հերթով։ Վերջում թող ժողովուրդը որոշում կայացնի, թե ով պետք է այս հոտին հոտ տանի։ 6 ամիս հետո կլինի, թե մի տարի հետո, դա արդեն կթողնենք Տիրոջը։ Ինձ ինչ են ասում, այ երիտասարդ 30 տարվա հովիվ եմ։ Դու գիտես, ես ինչքան բան գիտեմ, քեզանից շատ դու պետք է ինձ սովորացնես։ Այս հպարտությունը իրապես էդի այդ մի անգամ էր, բայց Հայաստանում ոչ մի հովի ես չեմ կարողացել մոտիկանալ։ Հարցեր եմ դիմել, որ անպատասխաներ են մնացել, գրել եմ, անպատասխաներ են մնացել։ Իսկ մեր եղբայրները, որտեղ որ ես արդեն ծանոթացա, մեր եղբայրները իրենք էին ման գալիս քեզ, որ խոս սովորացնեին, իրենք էին առաջարկում, շփումը, մոտիկությունը ժամերով մենք միանում էինք on-line 5 ժամ, 6 ժամ բար Աստվածաշնչից ուսումնասիրելով նայում էինք։ Ինչը ես հիմար հարցեր չեմ տվել եմ, թերի պատասխաններ, տկար, ոչ խելամիտ, այո, բայց իրենց հոգատարությունը գրավեց անգամ, որ իրապես դու տվյալ անձի մեջ տեսնում ես Քրիստոս։ Տեսնում ես, որ այս մարդու մեջ թեկուզ փոքր, բայց երևում է Քրիստոսը։ Մեր մեջ բոլորիս մեջ պետք է երևա, եթե ես Քրիստոս եմ ներկայացնում, բայց ես չկամ, այդ գաղափարը իմը չէ, դա գայթակղություն է շատ մեծ։ Եվ տեսա այդ հոգատարությունը, ուսուցումը, որ ինչպես են մարդիկ ամեն մի բառը, մինչև հիմա, ես եղբայրներ ունեմ, որ անգամ դու էլ կարող ես մի բան տեսնես, այս մի բառը սենց ասա, հոգատար եք, մտահոգ եք։ Անցած քարոզին ասացի, որ մարդիկ կան ինչ ուզում քարոզում են, վերահսկողություն չկա։ Ինչու, որտեվ անգամ իրանք էլ չգիտեն ոնց, բայց մեր եղբայրները մի բառը նկատում են մարդու եղբայր, այս բառը սխալ է։ Ես էլ եմ ուրիշներին ասում։ Այս ձև մենք աճում ենք։ Ոչ թե բարձրապես որ այդ եղբայրները քեզ ցուցաբերեն, որ նրանք ավելի գիտեն քեզանից, ապա գիտեն, որ եթե դու ավելի ճշգրիտ ծավով Աստծո խոսքը սովորեցիր, դու ալ ուրիշների պիտի սովորեցնել Աստծո բարքի համար, ուրիշներն նույնպես պիտի փոխանցեն օղագի նման, շղթայի օղագի նման, շղթա է։ Ոչ թե որմեսի ցուցաբերենք, որ մի քիչ բանը գիտենք, չէ, նպատակը դա չէ, եթե դա լինի, հպարտություն է։ Ինքնա այսինքն գովասանք է, ոչ։ Հապա մենք հավատում ենք, որ Աստծո խոսքի ամեն մի բառ, ինչպես որ Սուրբիկ ասում է, ներշնչված է։ Աստծո խոսքի ամեն մի բառ, ոչ թե Աստծո խոսքը ընդհանրապես, ամեն մի բառ ներշնչված է։ Ամեն մի դար, ամեն մի կետ, Հիսուս ինչպես որ ասեց, օրենքից Մատթեոս 5-ում, մի կետ մնուց պիտի չանցնի։ Մինչև ամեն բան կատարվի։ Եվ բոլոր գիրքը Աստծո շունչն է։ Ամեն տարով, ամեն նախատասությունով, ամեն բարբերություն, ամեն հատվածներով, ամեն բարբերությունով, ամենը։ Մենք հավատում ենք նրա համար, որ Աստծո խոսքը կարող է Սուրբ Օգու ցերկը լինելով կյանքեր փոխել։ Եվ նրա համար է, որ մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը Աստծո խոսքի վրա հիմնված լինի նրանց հավատքը ոչ մի ուրիշ բանի, որ այն մոմենտը, որ մեր հավատքը ուրիշ բաների վրա հիմնված է, դեսիլքներ, հրաշքներ, չգիտեմ ինչ է, նոր հայտնություններ, նոր հայտնություններ եւ այլն, վերջի մենք կարծես թե Աստծո բանի պես արել ենք։ Ինչպես որ այդ հիմա մենք անգլերենով ասում ենք genie, այդ բանը որ ուրվագանի պես, ուրվագան չէ, բայց ես որ այդպես շփում ես եւ բանից դուրս գալիս է եւ ինքը ասում է զորնակ ավասիկ 3 խնդրանք ունես, ինձ ասա ինչ ուզում ես, ինչ ցանկություն քեզ կդարեմ։ Հիսուս այդպեսի ջինի չէ, որ ինք մեզ մեր ուզածը տա, մենք նրա ստրուկներն ենք, Սուրբիկ ասում է իբր նրա զավակները, մենք Աստծո ստրուկներն ենք, եւ մենք սիրով նրա ստրուկներն ենք, որ ինք մեզ ստրուկության, գերության այդ դիղմից, բոսից ազատած է մեզ եւ մեզ կյանք տված է։ Առաջվա մարդունը չէ այլևս, ինչ որ ասեցիր, տարբեր մարդուն է հիմա Քրիստոսի շնորհիվ։ Այո, ովի եղբայր։ Դե խնդիրը հենց կայանում է նրանում, որ ուսմունքն է որոշում, ինչ որ միտեղ ճիշտ հասկանանք, հա, ես չեմ ինչպես Տիմոթեոսին ասում, ուսմունքն է որոշում քո ճանապարհները։
որտեվ Տիմոթեոսին էլ ասում զգուշ եղիր քո անձի եւ քո ուսման համար, որտեվ դրանով եւ կփրկվես դու եւ կփրկես ընկերոջը, դե հա, սա հավիտենական փրկության մասին չի, այլ մոլորությունների մասին է, սխալ վարդապետության, բայց ցավոք սրտի մեր շատ կան եկեղեցիներ, որտեղ Աստծո խոսքը անտեսված է, ինչու, որտեղ իրենք ավելի շատ վստահում են դե այսօր հովը ինչ պետքա կասի, ուրեմն Սուրբ Հոգին էդ էլ ուզում է որ ես լսեմ։ Էլ ինձ պետք չի։ Դրա համար այսօր ինչ են անում, անգամ Աստվածաշունչը պատահական կարող են բացել, ուրեմն Տերը ստեղից էր ուզում ես լսեի։ Ոնց որ հոգևոր ռուլետի նման։ Ռուլետ գիտես ինչ է։ Այո։ Այդ բանը որ խումարի հետ կապ ունես։ Այո։ Հոգևոր ռուլետի նման։ Մի խոսքով բաց, մադը այստեղ դիր, դեր ինչ ուզում ասել այսօր ինձ։ Որ գոնե իմանաս այդից շարունակելով այդում են, մի 10 գլուխ կարդում են, մի երկու տող կարդում են, սա նույն կերպ իրանց են, հենց այդպես հովիվներն են քարոզել մեզի։ Մեզ անձամբ բացի պատահական, ուրեմն մատը դի։ Ու պատահական գիտես, չգիտես խի, 5 կտակարանից չեն բացում։ Դե մեջտեղները 9-ը։ Այնց են բացում, որ միշտ ընկնի այդ վերջը, նոր կտակարանը։ Այս իրանք չեն հասկանում, որ ուղղակի այդ ամեն ինչ անելով ինձ եմ խափում, ինձ, ուրիշ ոչ մեկի։ Ում եմ խափում, այսօր մարդ չկա, ես նստած եմ։ Ես այս երկու բառը որ կարդացի, ինչ պետք է սովորեմ։ Եվ այս սա հոգևոր կյանքը, ես հաճախակ եմ ասում, շատ տարբեր համայնքներում քարոզել եմ, ինձ առաջարկել են on-line։ Ես միշտ այդ եմ ասում, մի համայն կար 200 հոգի քույրեր էին, հովիգ եղբայր, ես դե պետք է քարոզտայի, ես շատ լուրջ դեմքով, ուրեմն պատրաստվեցի, մեկ շաբաթ պատրաստում եմ, քարոզ եմ տալիս, բացատրական քարոզ, ամենավերջում ես sense ուրախ խոսում եմ, ես ինչ լուրջ են ինձ լսում, մեկ էլ մի քանի հոգի ինչ ասեն, այ ախպեր, այս ինչքան ես խորացել, կարճ կոնկրետ չէր կարող, ասում եմ մենք սովոր չենք sense քարոզներ լսել։ Սովոր չենք։ Այդ այնց սովոր չենք։ Պատկերացրեք ինձ մարդեր Խնդիրը նրանց առաջնորդներին է։ Այո, միանշանակ։ Ինձ մարդ էր հրավիրել, առաջարկել, որ ես շատ տկար են լսում տարբեր եկեղեցիներ, բայց որ լսել էր իմ քարոզներից, վերջը հանեցին դուրս, ասին մենք չենք կարող, մեզ դու ոչ ու պարզացին, դու ոչ խոսացիր բժշկություններից, ոչ դևեր հանեցիր, ոչ ունես բաներ ասի չէ, քույր ջան ասի, ու հարց եմ տալի, քանի տարվա հավատացյալ ես, հովիգ եղբայր տիրոջ առջև եմ ասում, պատասխանես 20-ից 25 տարիների մասին խոսած, ասեցի դու Աստվածաշունչ կարդում ես, ասաց չէ, ինչ պարտադիր է կարդամ։ Հետաքրական է, ինչ պարտադիր է կարդամ։ Այո, ինչ պարտադիր է կարդամ։ Պատկերացնում եք, խոսում եք 20-25 տարվա մոլորության մասին, ոչ ավել, ոչ պակաս։ Ու դու 25 տարի լինելով ասում են դու 200 հիմա քույր է լսում այստեղ։ Դու ասում ես, այս ինչքան ես խորացել, դրա կարիքը չկա ու դու ասում ես, ես գիրք չեմ կարդում, դու պատկերացնում ես հիմա ինչ ես սովորացնում այս ժողովրդին։ Ու այդպես ինձ հանեցին դուրս այդ առաջի վերջի քարոզներ։ Բայց դու բաժինդ արեցիր, նրանց հասկացրեցիր, որ ազը խոսքը լուրջ չի պետք է առնվի, բայց եթե նրանք մերժեցին այդ հավատարիմ գաղափարը, որն ազատվեն այդ հավատարիմ գաղափարին, խնդիրը նրանցն է։ Մի դեպք եմ ուզում պատմեմ հովիգ եղբայր, ուրեմն մի քույր էր միացել մեզ Մոսկվայից։ Մեր on-line ծառայությունները տեսել էր, միացել էր մեզ ու սկսեց իր կյանքի մասին պատմել։ Ես երիտասարդական ծառայություններ եմ անում մեր եկեղեցում, 10 տարի խորացած եմ Աստվածաշունչի մեջ։ Ես այն տպավորություններ, որ մի բան սխալ ասեմ, կնկատի, էլի, կարող է ինքը սովորացնի։ Վերջը խոսած, անկեղծ եմ ասում, ես այդ կեղծիքն եմ նաև նկատել այլ եկեղեցիների մեջ։ Ասի լավ, եկավ հերթը արդեն խոսալու, ասի բացեք Եբրայեցիների նամակը, մեկ էլ ինձ ասես տեսնում եմ գիրքն է թերթում։ Մարտուն եղբայր հին ուխտի մեջ էր, չէ՞։ Եբրայեցիների տեղ։ Նայեք, իր բառերն եմ ցիտում, 10 տարի ուսումնասիրում եմ խորապես Աստվածաշունչը։
Եվ եբրայցիների նամակը ինձ ասում է 5 կտակարանում է։ Քոնը ազնվություն ունենա, չասեր որ 10 տարի խորացած է։ Այդ է։ Ասե որ դեռ նորեկ եմ։ Ու ինքն էլ ես իրապես տեղյակ եմ, որ երիտասարդների ժողովի մեջ ինքն է ուսուցանում ինչ պիտի սովորացնես։ Դու եբրայցիների նամակի տեղը չգիտես, այ քույր։ Դու այսօր ուսուցչի դեր ես տանում։ Քեզ ով է ընդհանրապես թույլ տվել, որ դու կանգնես ինչ-որ մեկին բան սովորացնես։ Եվ հենց այդ է ձևել քարոզում են ճարպիկ եղիր, մի քիչ ճարպկություն, վերջ դու պատրաստի հովիվ ես։ Ուսմունքը հեչ։ Մի քույր վկայեց ինձ, նորից միացել էր ինձ, ուրեմն Գերմանիայից ինչ ասեց, ասեց ես նոր էի մտել եկեղեցի, նոր էի ապաշխարել, մոտավորապես իր խոսքերն եմ ասում, 2 ամիս է, որ ապաշխարել եմ։ Ինձ բերեցին, մի մեծ խումբ տվեցին, ասին դու կարող ես բանը սովորացնել։ Ու այդ կին ասել է, բայց ոնց կարամ, դու կարաս, դու երեմա ճարպիկ կին ես։ Հասկանում եք ով, այսինքն այսօր Քրիստոսի ավետարանը, հավիտենական մեր արքայությունը, Քրիստոսի թագավորությունը ճարպկության վրա է հիմնված, այլ ոչ թե խոսքի։ Ու այդ կինը քարոզում եմ, ես բացատրեցի, բայց արդեն ինքիա փառքը գտել էր, այդտեղ էլ չէր ուզում թողներ։ Ցավոք սրտի արդեն գտել էր իր փառքը, արդեն նույն մեծարանքները։ Ինչևէ, ուրեմն ազո խոսքի դարբերությունը ավադարի եկեղեցիների եւ անեկեղեցիների, որ ազո խոսք լուրջ չեն առնում, հետո զրուցեցինք եկեղեցական առաջնորդների ունակությունը, ազո խոսքը սովորեցնելու, հասկանալու, զանազանության հոգու բացակայությունը, ազո խոսքի նկատմամբ ինչ պետք է սովորեցնեն, ինչ պետք չէ սովորեցնեն, եւ հետո իհարկե ուրիշ եկեղեցիներ ուր կա այդ հոգին, ուր կարող են ժողովրդի սնունդը տալ նրանց կարիքի համաձայն, ինչու, որովհետև երեխումը պետք է սկիզբ գտալ, կամաց իր հասկացողությունը մեծանում է եւ հասկանում է, որ ինքը կարող է ավելի ամուր կերակուրալ ուտի եւ այդպիսով շարունակում է։ Միանգամից մենք մեր երեխաներին քյաբաբ եւ խորոված չենք տալի, բայց միշտ կաթել չենք տալիս։ Միշտ կաթել չենք տալի։ Կամաց սկիզբը գաթ, կամաց հետո զարգանում է նրա ախորժակը եւ ազո շնորհիվ կարողանում է ուտել այդ մյուս ամուր կերակուրներն ալ։ Եվ նույնպես մենք հոգեվոր կյանքում էլ այդպես պետք է լինի։ Մենք չենք կարող միայն այսպես ասեմ, ժամանակին Կանադայում եկեղեցիում էի եւ այսպես զրույց մի եղավ, հիմնական ճշմարտությունների վրա, որ կենտրոնացումը միշտ մնա, ասեցի այո, հիմնական վարտաբերությունների վրա պիտի կենտրոնացում պահենք, բայց ասեցի միշտ չենք կարող, հետեւյալ անգլերեն երգը կա, Jesus loves me, Հիսուս սիրում է ինձ, this I know, սա գիտեմ, for the Bible, որովհետեւ Սուրբ Գիրքը tells me so, այսպես ասում է։ Այսինքն մի խոսքով չես կարող հավիտենապես միայն այդ ճշմարտության վրա կանգնել ասելով Հիսուս ինձ սիրում է, սա գիտեմ, որովհետև ազո խոսքը ինձ սա սովորեցնում է։ Սա ազո խոսքի ընդհանուր ուսուցմունքը չէ, ուրիշ լիքը բաներ կան ազո խոսքում, որ պետք է անդրադառնանք։ Այո, ավետարանը գլխավոր է, առաջնակարգ է, բայց զոր օրինակ, եթե մեկը օրինակ փած թողնի այդ ճշմարտություններով վրա խոսել, որ գաբ ունեն որոշ բաների վրա, որ այսօր խոսել ենք, զորնակ հովիվների բարձաբես նրանց կարողության ցիրքի վրայով չէ, որ Աստծո ծառայությունը կախված է, հապա Աստծո գոչումից կախված է։ Նրա գոչումը Տիրոջից է եկեղեցվո վավերացման միջոցով, եւ քո ցանկությունը պետք է լինի, եթե Տիրոջից տրված է, որ դու պետք է ցանկանաս, փապակես այդ ծառայության մեջ ներգրավվելու, եւ հետո քո կյանքը, ինչպես ասեցիր 1 Դիմոթեոս 4:16-ից, ուսգուշ եղիր քո կյանքի եւ ուսուցմունքի նկատմամբ, որովհետեւ կարողանաս բրգել, ապրեցնել մնացածին, որ քեզ լսում են, դու քեզալ, որովհետեւ այդ սրբակորձման ընթացքը չարադավորվի, ովևէ ցեվով չգանգնի քիչով կամ շատով, ապա շարունակի այդ աճը, եւ եթե ուսուցմունքը շիդակ չէ, մեր ապրելակերպն է միանշանակ շիդակ չի լինում, սխալ կլինի, այո։ Այո, չես կարող ասել, որ ես պետք չունեմ ուսուցիչների, Սուրբ Օքին միայն իմ ուսուցիչն է, որը ոմանք այդպես ասում են։ Շիդակ է Սուրբ Օքին մեր գլխավոր ուսուցիչն է, առանց նրա ոչ մի մարդկային ուսուցիչ չի կարող ոչ մի բան անել, առանց
Հիսուս ինչ ասեց Հովհաննես 15:5-ում, առանց ինձ ոչ մի բան չեք կարող անել եւ ինք ուղարկեց Սուրբ Օքին Հորը հետ։ Ասեց ես գնում եմ, Հայրը ինքը Հիսուս ուղարկեց Սուրբ Օքին, որ Սուրբ Օքին ինքը մեզ հետ լինի եւ մեզ սովորեցնի, բայց Հովանու թղթի այդ հատվածը սխալ է հասկացում, Հովիկ եղբայր։ Որ մենք պետք չունենք ուրիշ ուսուցիչների կարիք չունենք, այո, Սուրբ Օքին սա սխալ ընկալվում է, այ համատեքստը նույնպես Եփեսացիների 4-ում հաստատ ասում է, որ մեզ տրված են ուսուցիչներ, կարոզիչներ, հովիվներ, որ Եփեսացի որտեղ չունենք, այսինքն մենք օրինակներ ունենք Տիմոթեոսի երկու նամակները, Տիտոսը, սրանք հենց հովական թղթեր են, որտեղ առաջնորդում է ու հստակ ցույց է տալիս, թե ով պետք է լինի հովը, նախ տղամարդ կին, այդ ամեն մանրամասնորեն, ինչ պետք է քարոզի, երաստեսիլ, կես, չէ, խոսք, միայն խոսքով, որտեղ միայն խոսքով կարող ես ունենալ վերստին ծնունդ, կարող ես ունենալ հոգևոր աճ, կարող ես ունենալ փրկություն, Քրիստոսա ճանաչողություն, մեղքից փախչելու զորություն, այսինքն այս ամենը առանց խոսքի համատեքստում սա սուտ է։ Իսկ այսօր տեսեք, ես կուզեմ պարզապես, մեր լսողներին խորհուրդ տալ մի կարևոր բան։ Այսօր շատ են խոսում, թե որն է ճշմարիտ քարոզը եւ որը սխալ ճշմարիտ ուսուցիչը եւ սխալը։ Բնականաբար բոլորը դեպի իրենց են ձգտում, բայց այստեղ մի կարևոր բան կա, ես միշտ խորհուրդ եմ տալիս։ Երբ որ քարոզիչ ես լսում, ամեն րոպե քեզ հարցնում։ Հիմա տեքստի որ հատվածն է բացատրում։ Ամեն րոպե, 2 րոպե մեկ հարցնում։ Աստվածաշնչի որ հատվածն է բացատրում։ Եթե դու տեսնում ես ինքը շեղվե գնացել է արդեն, խնդիրը հարցու, այո, եւ ճշմարիտ խոսքը իմացողները, ես վստահ եմ այսօր շատ եկեղեցիներում կամ կվիճաբանեն իրենց հովները, կամ դուրս կթան։ Չեն մնա։ Բայց քանի որ խոսքը չգիտեն, իրենց համար ամեն ինչ խոսք է, բայց ճիշտ ուսմունքը, եթե ուզում ես հասկանաս, առանց որևէ մեկի օգնության, պարզապես ամեն րոպե քեզ հարց ու բացի Սուրբ Գիրքը, ասա, հիմա որտեղն է քարոզում, ինչ է բացատրում, եւ դու այդ է կտեսնես արդեն, որ սա ծուռ վարդապետություն է, մարդկային վարդապետություն, որը Կողոսացիների 2-րդ գլուխը զգուշացնում է։ Ուրեմն կարևորը մի հարցերից մեկը այստեղը ուսմունքի առումով դու քարոզների մեջ եւ ուսմունքի մեջ տարբերություն տեսար այդ հովիվներին, այդ քարոզիչներին, որ առաջ մտիկ անում էիր եւ հետո նրանց միջոցով, որ նրանց սկսեցիր մտիկ անել։ Քարոզ գա եւ քարոզ գա, չէ՞։ Մի քիչ դրա մասին խոսա։ Քարոզ, ամեն քարոզ չէ, ինչ ասել է քարոզ։ Այո, տեսեք, ես երբեք չեմ տեսել այն ժամանակվա եղբայրներին, ասենց ասեմ, չեմ տեսել, որ Սուրբ Գրքով մեզի բացատրություններ տան։ Ես անկեղծ չեմ տեսել։ Բոլորը նկատած կլինեն Սուրբ Գիրքը սաղմոսներից միշտ բացած, սիրուն, որ մեջտեղ այդպես մնացել է։ Ու պարզապես խոսում են։ Ինքը խոսքի վրա չի աշխատել, որպեսզի բացատրություն տա։ Պարզապես, այո, չի աշխատում։ Ինքը պարզապես վերցնում է իր մտքում, այսօր ինչից խոսամ։ Երեք խոսացել եմ, օրինակի համար, երեք խոսացել եմ, ինչ ասենք, ալկոհոլից։ Բեր այսօր խոսանք օրինակի համար նալից, փշից, նմանատիպ քարոզներ լեփլեցունը։ Այսօր մեկը հանում է, հաջորդ օր եմ, այսինքն նույն քարոզները կրկնվում են։ Չեն աշխատում աստվածաշնչյան տեքստի հետ դուրս բերեն հեղինակի միտքը։ Դժվար գործ է, բախտադաս նրանց անձնական կարողություններին վստահում են, գանգնում են, 30 րոպե խոսում են աչից ծախից, սարից, այսին հովիտից այդպիսով, եւ սա նրանց համար քարոզ եղավ, բայց քարոզի բովանդակությունը, եղբայրս, կարևոր է, չէ՞։ Հովիկ եղբայր, բովանդակությունը քեզ չի թողնում դու շեղվես պարզապես վարդապետություն, ուսմունքը, ուսումնասիրությունը չի թողի դու շեղվես, այլ ճանապարհով չի թողի այդհաս։ Օրինակ ես այսօր շատ եմ լսել, օրինակ Մատթեոս 18-րդ գլուխը, երբ որ խոսում են կապեցի, արձակեցի, ինչ են անում, դևեր են կապում, արձակում, ու անընդհատ այդպիսի համարներ գցում են ու հրամայում են դևերին այդ, բայց այդ համարը ինչի մասն է խոսում։ Համատեքստը խոսում է մեղանչող եղբոր մասին, թե ինչ մեթոդներով դու պետք է մոտիկանաս այդ հարցին։ Եվ Հիսուսը այդտեղ երկու կարևոր բան կա, շատ շեշտվող, որը երկուսն էլ սխալ է մեկնաբանվում։ Եվ 2-3 հոգի հավաքվեք, ես այստեղ եմ ձեր մեջ։ Հիսուսն ինչ է ասում, այսինքն իմ տված մեթոդներով, եթե դուք հարցին լուծում տակ, ես ձեր մեջ եմ եղել։
Եթե եղբայրդ ներում ես, իմացի երկնքում էլ աներվե։ Այո։ Չես ներում, չի ներվել։ Ինչու՞։ Ոչ թե մենք քո որոշումից ենք կախված երկնքում, այլ որտեվ դու իմ որոշումից էր կախված, իմ տված մեթոդներով լուծեցիր հարցը։ Եվ ես այդտեղ եմ տեսել եմ։ Բայց այսօր դևեր են կապում արձակում կամ շատ համարներ կա։ Ինչ ասած, եթե կոնտեքստից դուրս են գալիս, մենք սկսում ենք շեղվել եւ ինչքանով էր կարեւոր բնագրից օգտվելը։ Ես առաջ օրինակ բնագրից օգտվելու ձևերը չգիտեի։ Ճիշտ է, հիմա էլ եմ շատ դժվարանում, երբեմն եղբայրներից եմ հարցնում, քեզ էլ է եղել հարցեր, որ տվել եմ բնագրում կարող է մի բառը ընդհանրապես այլ իմաստ տալ, որ ամբողջ նախադասությունը փոխվում է։ Այսօր ինչ են անում։ Եկեղեցիներում 2-րդ Պետրոս 1-րդ համարը շատ է օգտագործվում։ Դե Աստծո խոսքը իր հստակ մեկնությունը չունի, դրա համար էլ ով ինչ ուզում քարոզում է։ Բայց դա չի ասում։ Բայց դա չի ասում, ընդհակառակը բնագիրը հաստատում է, որ Աստծո խոսքը իր հստակ մեկնություն ունի։ Այո, եւ անձնական մեկնությունից կախված չէ։ Այո։ Այս իմ եւ քո մեկնաբանությունից կախված չէ։ Հաբա Աստված ունի։ Ուրեմն գտիր միտքը։ Այո, գտիր միտքը։ Աստված ունի այդ խոսքը, արդեն դրել է։ Այո, սխալ հասկանում են, ինչու որովհետեւ ասում է այստեղ, չէ, եւ մարգարեական ավելի աստատուն խոսքն ունենք 2 Պետրոս 1:19-ից, որին եթե անսակ լավ գանեք, հետո ասում է, նախ սա իմացեք, որ գրկերի ամեն մարգարեություն իր հadoop մեկնությունը ունի։ Ուրեմն վերջ ասում են։ Ուրեմն դու քո կաղապարը դունիս, ես իմ կաղապարս ունիմ։ Այդպես մեկնաբանում ասում են ու բացատրում էլ է։ Քո ասածի համաձայն 21 համարը արդեն երկում ասա, այս հասկացողությունը սխալ, որովհետև ասում է ոչ մի մարգարեություն մարդկային գամքի համաձայն չի եղել, առնեշնչվելով Սուրբ Օգուց, Սուրբ մարդիկ Աստծուց իհարկե առաջնորդվեցին Աստծո կողմից խոսելու։ Աստված ունի իր խոսքի իմաստը, մեկնաբանությունը։ Ոչ թե դու պիտի տեքստը կարդաս ինչ ուզես խոսած, դու պիտի գտնես հեղինակի գլխավոր միտքը։ Գտի միտքը հոգին արդեն դրել է իր խոսքը։ Եթե խոսում ենք օրինակի համար, ինչպես հասնել քրիստոսանմանության, օրինակ, վերջ, գլխավոր միտքը դա է։ Հիմա ինքը կարող է տեքստում տալ գլխավոր միտք ունի 5 միջոց, օրինակ, կարդալով, լսելով եւ այլ, օրինակ, միջոցներ։ Դու պետք է կարողանաս տեսնել ինչ միջոցներ է տալիս, ինչին է ուզում հասցնի, միտքը նպատ, բայց այսօր չէ, այսօր պետք է ինձ այս երկու բառը։ Սա է ինձ պետք, եւ սա էլ քարոզում են։ Ախր այդ ձևի չի, բառերը գրվել են նախադասության համար եւ նախադասությունը որպեսզի միտք փոխանցի քեզ։ Եվ այդ միտքը փոխանցելու համար միգուցե նաեւ անհրաժեշտ է եղել 6 նախադասություն, 7 նախադասություն, 2։ Դրա համար մենք պետք է կարողանանք տեսնել տեքստը որտեղ ավարտվեց, որտեղից է հաջորդ միտքը շարունակում, ինչու է սա սրանից հետո եւ այդպես մենք դրա համար նորացին 20-25 ժամ է տևում, մինչեւ մենք օրը 4-5-6 ժամ տրամադրելու շաբաթվա վերջ կներեք այս բառի համար քիթ բենի պատրաստվում ենք, որ գան քարոզտանք։ Ինչքան քարոզներ ա եղել, որ առավոտ հելել եմ ժամը 6-ին, որ ավարտեմ 11-ին պիտի քարոզտամ։ Այդ ձև ենք ավարտում, բայց սուր մարդիկ այնքան սա նշանակում է էժանացնել ավետարանի խոսքը։ Էժանացնել եւ էժան գնով վաճառել հելնեն, մի հատ ասում ավտոյի մեջ գնացի, Տերն ինձ ասաց, էսի խոսա, ուտեն մեզ Տերը քեզ իր խոսքից դուրս է առաջնորդում, այդ ի՞նչ Տեր է, հարց է։ Դերը ոնց կարող է իր խոսքի հագարակ գնալ, հա։ Այո, էտով է այդ Տերը։ Մի բան ասել, որ սուկրկում չկա։ Այո, հայտնություն գրքում, օրինաց գրքում, չավելացնես, չպակասեցնես, բայց այսօր մարդկանց համար ավելացնելն է դառել սովորական չավելացնելն էլ։ Այո։ Պակասեցնելն էլ։ Ուրեմն առողջ եկեղեցու համար հարցերից մեկը այստեղ Մարդուն եղբայրս առողջ եկեղեցու համար առողջ վարդապետությունը կարևոր է եւ գենսական է չենք կարող զիջել նրանից չենք կարող ասել այդ խոսքը որ շատ անգամ լսած ենք վարդապետական բաների մեջ մի մտներ խորը բաների մեջ մի մտներ ասի մի խոսքով մեզ ուզում են ասել որ ազո խոսքի նկատմամբ պետք է ընդրովի լինենք ինչ որ ազո խոսքը ասում է մի բացեցրու ազո խոսքից այո Բիդի ազո խոսքը լրիվ ընդունենք ոնց որ է եթե ազո խոսքն է եթե աստվածաշունչն է չենք կարող ասել մի մաս անկարևոր է մյուս մասը կարևոր է իհարկե հասկանում ենք որ
Ազո խոսքի մեջ կան որոշ ճշմարտություններ, որ ավելի կարևոր դեր ունեն մեր փրկության նկատմամբ եւ մեր սրբակոծման նկատմամբ։ Եվ կան ուրիշ մասեր, որոնք չեմ ասում երկրորդական են, բայց այդ առաջին կարևորագույն մասերի հետ կապ ունեն, բայց առաջնակարգ չէ, զոր օրինակ, եթե հավատքով շնորհքի միջոցով փրկության մասին խոսում է, եւ մյուս տեղը օրինակ ասում է, որ խոնարհ պետք է լինենք։ Հիմա խոնարհությունը չէ որ մեգումը փրկում է։ Այո։ Մեգումը զղջումը հավատքը ազո շնորհիվ ասված փրկում է այդպեսի անձին եւ խոնարհությունը ոնց որ սա մի աբացույց է, եթե խոնարհ անձը Քրիստոսով է, որ ինքը ճշմարիտ հավատք ունի, բայց մեկը խոնարհ լինելով, սրա մասին է որ ուզում եմ ասել, որ մեկը խոնարհ լինելով ինքը չի կարող փրկվել, ասելով որ ես բարի անձ եմ, խոնարհ անձ եմ, խելոք եմ, ուրեմն ես աբիդենական յանքի ժառանգորդ եմ։ Չէ, այդպես չէ։ Աղքատ եմ, հիվանդ եմ, ոչ մի բան չի փրկում։ Ոչ մի բան չի փրկում։ Ուրեմն ճշմարիտ վարդապետությունը, որ բոլոր գիրկը ազո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու, խրադելու, հանդիմանելու այս բոլոր եւ արդարության մեջ առաջնորդելու եւ որ մենք ազո խոսքի ընդհանուր ազո խոսքի առումով թե սովորում ենք նրանից եւ թե ապրում ենք նրա համաձայն դիրոջ օրհնությունը կստանանք։ Չէ՞ թե ոչ ընտրովի, ինչպես որ այսօր ասենք սրանից առաջ ընտրովի հնազանդությունը հնազանդություն չէ։ Ընտրովի հնազանդությունը ազո խոսքի առումով հնազանդություն չէ։ Այսինքն եթե մենք միան ուզում ենք ընտրել որոշ հատվածներ եւ ասում ենք, չէ, այդ մնացածը ինչպես ես եւ որ բադանի էի, լսում էի, չէ, այդ մասը հрьяաների համար է, օրինակ հին ուխտի որոշ մասեր։ Ով ասեց հрьяաների համար է։ Եթե ազո խոսքը հստակ հասկացնում է, որ հին ուխտի մի բան է, որ այլևս Քրիստոսի նոր ուխտը արդեն իսկ փոխարինել է դա, օրինակ հին ուխտի զատիկը։ Մենք այլևս անպայման պետք չունենք ոչխար մորթելու, մի տարեկան, արու, անարատ եւ այլ Քրիստոս կանի որ մեր զոն է, աշխարհի գառն է, որ մեր մեղքերը վերցնում է եւ վերջ, մի զատիկ, մի անգամ միշտ Եբրայեցիների թուղթը հաստատում է դա։ Բայց մարդիկ չեն կարող ասել, պետք չէ ասեն, լավ բան չէ ասելը, որ միան այս մասը մեզ համար է, մյուս մասերը մենք պետք չունենք, բացարձակապես։ Էլի գրկնեմ, որպես սխալ հասկացողություն չլինի, որ այո, որոշ մասեր կան սուրբ գրքում, որ ավելի առաջնահերթ կարևորություն ունեն մեր հոգևոր փրկության եւ աճի համար, բայց բոլոր գիրկը ազո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու խրադելու։ Այո, ճիշտ է, տես օրինակ Ելից գրքում մենք տեսնում ենք բազմաթիվ այլ պատվիրաններ, չէ, որոնք այսօր կարելի ասել կիրառելի չեն, որովհետեւ դա պատկանում էր ժամանակավոր, այո, պատվիրանները, որոնք պիտի սпасեին Քրիստոսին։ Մենք հիմա արդեն նրանք հավատում էին, չէ, որ պիտի գա Քրիստոս, մենք արդեն հավատում ենք, որ եկել է Քրիստոս։ Այո, կան ինչ-որ փոփոխություններ այդ կիրառության մեջ, որոշ ծառայությունների մեջ, այո, այն ժամանակվա ծառայությունները եւ հիմիկվա մեր հովական ծառայությունները, դրանք ինչ-որ առումով գործողություններով ուսմունքը նույնն է, բարոյական կողմերը նույնն են մնացվել, այո, հնազանդության, խոնարհության եւ այլն, բայց կան որոշ ծառայող դրվագներ, որ մենք տեսնում ենք խունկ ծխել եւ այլն, որ դա էլ արդեն մեզ պետք չի։ Ինչևէ, բայց հարցը դրանում չէ, հարցը նրանում է, որ վարդապետություն բառն են ամբողջովին մերժում։ Ամբողջովին վարդապետություն բառը ուսմունք ասել է։ Այո, վարդապետությունը ինքը իրանից ուսմունք է ինչը՝ մեղքի նկատմամբ, ուսմունք է շնորհի նկատմամբ, Քրիստոսի եւ այլ։ Բայց վարդապետություն բառը մերժում են հիմնականում ինչի, որտեղ վարդապետությունն արդեն քեզ ստիպում է դու համակարգված լինես։ Քեզ ստիպում է, իսկ այ որոշ եկեղեցիներ մերժում են ինչու, որտեղ իրանք չեն կարողանում եւ երբ որ տեսնում են անգամ դու համակարգված հստակ ձևով ասում ես կարծես բարկանան, բայց վարդապետություն, եթե դու կանգնես եկեղեցիներում ասես ինչ է վարդապետություն, անգամ ժողովուրդը չգիտի այդ ինչ է։ Ես հարցեր եմ տվել, շփվել եմ, ես ինչ եմ հաճախակի ասում, որտեվ իրանց մեջից եմ դուրս եկել եւ մինչեւ հիմա Տերը օգտագործում են իրենց մեջ հաճախակի շատ մարդիկ կան, որ լսում են, որոշները դարձի են եկել։ Ես հարց եմ տալի, ինչ է վարդապետությունը։
Մեզ ասել են վարդապետության մեջ պետք չի խորանալ։ Ինչու եղբայր ասում եմ, դու գիտես, որ մոտավորապես նոր կտակարանում մոտավորապես 40 անգամներ շեշտում է վարդապետության մասին։ Որոշները սխալ, կան սխալ վարդապետություն եւ կա ճշմարիտ։ Քեզ հարց չի առաջանում, որն է ճշմարիտը, որը սուտը։ Տերը գրել է։ Չէ, ընդհանրապես վարդապետությունը պետք չի, դա վեճեր է առաջացնում։ Ճիշտ, այդպես ասում են։ Նրանց պաստարգը դա է։ Այո, բայց ինչ է ասում, օրինակ առաջի Տիմոթեոս 5-րդ գլուխ 17 համարը։ Լավ ղեկավարող երեսները թող կրկնակի պատվի արժանի համարվեն հատկապես նրանք, ովքեր ծառայում են խոսքով եւ վարդապետությամբ։ Խոսքով եւ վարդապետությամբ։ Այո, խոսքը եւ վարդապետությունը պետք է զուգահեռնի։ Խոսքը առանց վարդապետության դա արդեն կարող է տանել քեզ հերետիկոսության, ալեգորի։ Այսինքն վարդապետության կարևորությունը չթողվել շեղվել ճիշտ ճանապարհից։ Եվ վարդապետությունը քեզ ստիպում է չմտածել, որ ինչ ձև ուզում ես քարոզի, հա, Աստծո խոսքի հստակ մեկնությունը չունի։ Վարդապետությունը քեզ օգնում է, որ դու առողջ մնաս Աստծո խոսքի մեջ, չշեղվես աստվածային ճշմարտություններից։ Հռոմեացիների 16-րդ գլուխ 17 համարում Պողոս առաքյալը նույնպես խոսում է. Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, որ ճանաչեք նրանց, ովքեր ձեր սովորած վարդապետությունից դուրս բաժանություններ եւ գայթակղություններ են առաջ բերում եւ հեռու մնացեք նրանից։ Հարցը, ինչ վարդապետություններ էր Պողոսը սովորացրել։ Սիրելի եկեղեցի, քեզ հետաքրքիր չի։ Դու ասում ես մերժում ենք վարդապետությունը։ Մի րոպե, դու ընդունում ես ավելի շատ քո հովի խոսքը, քան Աստծո խոսքը։ Եվ դու մերժում ես, եւ հենց այդտեղից է ծնվում նաեւ այն տարբեր վարդապետությունները, որը բազմից անգամ զգուշացնում են։ Օրինակ իմ մոտ ես նշել եմ մի քանի վարդապետությունների մասին, որ խոսում է հակերճ կանցնեմ, որ եթե մենք չենք հետևում առողջ վարդապետությանը, հետևանքը ինչ է լինում։ Տեղից ծնվում է մարդկային վարդապետություն։ Կողոսացիների 2-րդ գլուխ 22 համար։ Ծնվում է դիվային վարդապետություն, առաջի Տիմոթեոս 4 գլուխ 1-ի համար, բաղամի վարդապետություն կա, հայտնություն 2:14, Նիկողայոսների վարդապետությունը կա, 2-րդ գլուխ հայտնություն 15 համարը, բայց գոյություն ունի նաև Հիսուս Քրիստոսի վարդապետությունը, 2-րդ Հովանու 1-ի գլուխ 10 համարը, եկեք կարդանք, հա, ով եղբայր։ Հովանու 2-րդ գլուխ, չէ, 10 համարը։ 1:10, այ։ Եթե մեկը գա ձեզ մոտ առանց այս վարդապետությունը բերելու, նրան մի ընդունեք ձեր տան մեջ եւ մի բարևեք։ Խոսում է բազմից անգամ վարդապետություն բերելու, սխալ վարդապետության մասին, դե հիմնականում այս համարը ինչի մասին է, կային ծուռ վարդապետներ, ովքեր նորից ուզում էին մոլորեցնել, այսինքն այս ամենը մենք պետք է տեսնենք Աստվածաշնչյան լույսի ներքո։ Տերը ինչ է խոսում վարդապետության ուսմունքի մասին եւ իմ հովիվ ինչ է խոսում, ինչի է հակասում Սուրբ գրքին։ Նպատակը ո՞րն է, որ դու այսօր ես խոսալուց ասում են, չէ, կարդում ենք Սուրբ Գիրքը, այո, բա դու չես տեսնում այն հակասությունները, որ քո հովիվը բերում է։ Ուրեմն դու էլ չես Կամ չեն կարդում, այո։ Այո, ուրեմն դու ես մի բան ասել։ Ուրեմն դու էլ չես կարդում։ Դրա համար այդ ցավը հենց մեր նպատակը ինչն էր, որ ցույց տանք մեր լսողներին, որ սխալ վարդապետությունները միշտ քեզ շեղելու են քո ճանապարհից։ Եվ դու կարող ես ինքդ քո ծածուկ սենյակի մեջ քննել, քո անձը տեսնել։ Արդյոք դու համարձակորեն ես միշտ սիրում եմ այդ խոսքը իմ համար, առաջի Կորինթացիների 11-րդ գլուխ 1-ի համարը, որ կարող եմ ես համարձակ ասել, ինձ հետևեցեք, ինձ նմանվեցեք, որովհետև ես էլ Քրիստոսին եմ նմանվում։ Մենք կարող ենք ամենքս այդ հարցը տալ մեզ, արդյոք ես իրապես նմանվում եմ Քրիստոսին։ Արդյոք այն ուսմունքները, որ ես լսում եմ, ինձ պարզապես ինչ որ բարի խորհուրդներ է, թե Քրիստոսին նմանեցնող ուսմունք է, որն է, դրանով դու կարող ես այդ ճշմարտությունները տարբերել։ Այո, այսօր Գաղատացիների օրինակ առաջի գլուխ 6-7 համարները, երբ որ խոսում է
որ Աստծո խոսքը փոխում են, դա քավլից թե Եհովայի վկաների մասին է, որ գրքից ջնջում են։ Այլ խոսում են նրանց մասին, որ հենց Աստվածաշունչն է ձեռները, որ մոլորեցնում են, սխալ ուսմունք են բացատրում։ Եվ այսօր ինչու են հակված մարդիկ չլսել նմանատիպ քարոզներ։ Կա մի հատ այսպիսի կեղծիկ, որ դրա շատ ցավալի է, չգիտեմ, երբ Տիրոջ շնորհով պիտի դուրս գա այս մարդկանց մեջից, ասում են դե եկեղեցին մեծ է, ուրեմն ինքը ճիշտ է։ Եթե եկեղեցին մեծ է, օրինակ կա 1000-2000 հոգի, ուրեմն ինքը ճշմարիտ եկեղեցի է։ Հասկացողությունը ինչ եղավ, Տիրոջ խոսքի համացան, որ ինք ասեց, որ փոքր հոդն է, որ ինք օրտնում է։ Հովի եղբայր ծառայող հովի հետ եմ խոսացել, ինձ ասես մի հատ նայեք, հենց տենց, մի հատ նայեք ձեր եկեղեցին ու մեր եկեղեցին ինչքան մեծ է, այդտեղից արդեն պարզա թե ով է ճշմարիտ, ասի եղբայր, Տերը, որ Հովհաննես 6-րդ գլխում քարոզեց ճշմարտությունը։ Մեզ մասնյու թողեցին գնացին։ Գրված է բոլորը գնացին, հովի եղբայր։ Բոլորը գնացին, թեկվես 12-ին հարց տվեց, դուք եք ուզում գնաք։ Ոչ ասեցին, այո։ Անկամ եթե դուք եք գնաք, ճշմարտությունը չի փոխվում։ Այո, այո։ Այսինքն մնացին ասում 12 հոգի։ Պատկերացնում ես ու բայց մինչ այդ գրված է 5000 հոգի կերակրում էր Տերը, դա միայն տղամարդիկ։ Հա։ Այսինքն ճշմարտության հետևողները պետք է աշխարհագրական դիրքով էլ նայենք, որ ճշմարտության հետևողները ընդհանուր քիչ են, փրկվողները քիչ են։ Քան այսինքն այստեղից կարող ենք մենք եզրակացություն անել, որ մի չնայեն մարդիկ մեծ եկեղեցիներին եւ սիրուն։ Թող տեսնեն իրոք առողջ խոսքի ուսուցմանը, տեսնեն հովի նպատակը, ջանքերը, Աստծո խոսքի ուսուցման, մարդիկ որ սովորացնում են, ջանք են անում, որ մարդիկ հոգեվոր աճ ունեն, սա է ամենակարևորը։ Շնորհակալություն։ Մի վերջին հարց միևս եւ շատ արագ կերպով, որ հոգեվոր գրականության հետ կապ ունեցող հեղինակների նկատմամբ մեզ կարող ես մի քանի անձերու անուններ տալ, որ զգուշացնես մեր լսարանը, որ զգուշ լինեն այդ անձերի գրականություններից եւ ելի հագիրճ կերպով որ անձերի գրականությունները, որ մենք այսօր հայերենով ունենք դված գրքեր, մենք կարող ենք նրանցից օգտագործվել։ Այո, նախ մինչ խորտալ ես կուզեմ նույնպես վկայություն տալ հովի եղբայր, ես մինչ այդ կարդացել եմ Ջոյս Մայեր, Բենի Հին, մեկն է կար կները կանոնը լավ չեմ հիշում, միգուցե ընթացքում հիշեմ, մարդկանց քեզ սովորացնում են, թե դու ինչպես դառնաս մարգարե, բայց դա պարգև է, նաև անգամ ցավոք սրտի Հայաստանում կա անգամ այդպիսի դպրոցներ, որ սովորացնում են, թե ինչպես դու դառնաս մարգարե։ Այո, արդեն ոչ թե Տիրոջից է արդեն այդ պարգևը, այլ սովորացնելու ճարպկության վրա է։ Եվ այդ քարոզ նույն այդ գրքերի մեջ ես երբեք հոգևոր աճ չեմ նկատել, որպեսզի չծավալվեմ այդ ուսմունքների վրա, միայն պատմություններ, կարող եմ մի 10 էջ կարդաս մի հատ ինչ որ համար մեջ բերի, մեր աստվածաբանության գրքերը հովի եղբայր առողջ գրքերից ասեմ, որ իմ հոգևոր աճի մեծ դերը ավելի շատ եղավ այդ ժամանակ, քան պարզապես քարոզ լսելը։ Օրինակի համար Ջոն Մակարտուր, սիստեմատիկ աստվածաբանությունները, ես գիրք ունեմ քարոզիր այնպես ինչպես ավետարանը, շատ ունեմ Մատթեոսի ավետարանը, Ղուկասը, բացատրություններ, բացատրական առաջի համարից մինչև վերջի համարները։ Այո, Ջոն Մակարտուրից, Ջոն Փայփերի գրքերից ունեմ շատ, Չարլզ Սպերջնի գրքերից ունեմ, օրինակ որոշ բաներ ունեմ անգամ Սպրաուլից, Արսի Սպրաուլից ունեմ, այո, որոշ գրքեր ունեմ շատ։ Փոլ Վոշերից, այո, առողջ ավետարանիչ։ Փոլ Վոշերի գրքերից ունեմ, դե գրեթե բոլորը, ինչը որ թարգմանվել է, 10-ից ավելին են։ Փոլ Վոշերի գրքերը, այո, 10-ից ավելին են, որը որ շատ լավ գիրք է, այսօր շատերը ուշադրություն չեն դարձնում,
հասկանալ մարդու իրական դրությունը, ճանաչել ավետարանը, բացահայտել փառավոր ավետարանը, ծոմապահությունը, այո, շատ տարբեր գրքեր ունի, որ իրոք Փոլ Վոշերը մանրակրկիտ քեզ օգնում է, կարծես դասատուի պես գրելով դու գնաս առաջ ու սովորացնում է, շատ լավ գրքեր է, որը խորհուրդ կտանք նույնպես։ Կա, օրինակ այս վերջերս հրհել է, կներեք, որ չեմ հիշում, բացատրական քարոզը նույնպես։ Այսինքն մենք ունենք շատ Մարկ Դևեր եւ այլն, այսինքն ունենք շատ քարոզիչներ ունենք, որը որ ինձ օգնեցին այս մի քանի տարիների մեջ ես ավելի համարձակորեն կասեմ ավելի արագ աճել, քան որ շաբաթը մեկ պիտի եթե ուղակի եկեղեցի նստեի, քարոզներ լսեի, որտեղ այո, իրանք ինձ օգնեցին, ես ճիշտ է, ես դե գիտեք, ավարտել եմ Աստվածաբանական ակադեմիա, նաև այնտեղից գրքեր ունենք, պարզապես թարգմանություն չկա, օգնում են գրքերը քեզ առողջ գրքերը, դա մի առողջ հովիվ է, որը որ ֆիզիկապես ներկա չի, բայց իր ուսմունքները ներկա են, որը քեզ առաջնորդում է, որը իրապես մարդուն օգնում է ոչ թե այսօր լսել եմ շատ գրքերի մասին խոսում են հոգուս խաղաղություն տվեց, ես այդ գրքերը կարդում եմ իմ հոգուն անհանգստություն է տալի, բայց հենց այդ անհանգստության մեջ եմ ես ձևավորվում, որ սկսում եմ մտածել, խորհել, այլ ոչ թե խաղաղություն տվող ինչ-որ գրքեր, ինչ-որ ուրախացնող գրքեր, քաջալերող դու Աստծո զավակ ես, զորավոր ես, սատանան ոտի տակ է, այսպես քարոզներ կա, կեղծ ոգեշնչող քարոզներ, այլ ընդհակառակը այդտեղ զգուշացնում է հենց քեզ սատանայից։ Մի կողմից քարոզում են մի վախեցի, սա ինքով է, դու հաղթած ես, բայց առողջ գիրքը, բա այս չարիքի արմատը որտեղից։ 6000 տարի մատերի վրա խաղացնում է այս աշխարհը, ասում են մի վախեցի, ինչ ուզում ես արա։ Դե ինչ ասենք, չէ, առողջ գրքերը իրապես ես այնքան եմ ես Ջոն Մակարտուրին չեմ տեսել, բայց այնպես եմ սիրում, որ կարծես իմ ավագ եղբայրը Փոլ Վոշերն է։ Իմ ամենաազո շնորհիվ իհարկե ազո խոսքից յետքը ասված Ջոն Մակարտուրի եղբորը գործածած է անցապես իմ կյանքում լա դասարանի կտրվածքով, լա քարոզներով, գրքերով, իր ծառայությունով, իր հավատարմությունով, իր խոնարհությունով ինքը արյուծի պես կարող է քարոզում է բեմից, բայց շատ խոնարհանց է, երբ որ իրեն անձնապես հետը խոսում ես, շփվում ես, հաղորդակցվում ես եւ դարիներու ընթացքում դերը շնորհ կարած է, որ այդ կողմն է նրանից տեսնանք ծառայության մեջ եւ անհատական իր շփման մեջը։ Մարդուն եղբայրս շատ շնորհակալություն այս բոլոր զրույցի համար, Տերը շարունակի օրհնել քեզ, քո ծառայությունը, քո ընտանիքը եւ խնդրում եմ որ քո աղոթքով փակենք։ Սիրով ով եղբայր։ Տեր Աստված փառք ենք տալիս քեզ, Հայր։ Շնորհակալ ենք քեզանից այսպիսի հնարավորությունների համար, որ թեկուզ եւ մեր միջոցով, ճիշտ ուսմունքների միջոցով, Տեր Աստված, բազում ականջներ եւ սրտեր բացես, Տեր։ Թող դարձի գան մարդիկ լսեն ճշմարիտ ավետարան, Հայր։ Թող քո որդու շնորհիվ, Տեր Աստված, եւ նրա ողորմությամբ կարողանան ամեն օր նորոգվեն քո խոսքի մեջ, Տեր, որպեսզի այս տարատեսակ վարդապետությունների գայթակղությունների մեջ չմոլորվեն, Տեր Աստված։ Առաջնորդիր նրանց քո Սուրբ Հոգով, Տեր, եւ թող այսպիսի հաղորդումները, քարոզները, Տեր Աստված, թող ել ավելի աճեն, որպեսզի քո ժողովուրդը, Տեր Աստված, կարողանա ճանաչել, լսել, թե որն է իրապես առողջ վարդապետությունը։ Օրհնիր հովիգ եղբորս, օրհնիր այս ծառայությունը, թող լինի հարատև քո անվան ու քո փառքի համար, ամեն։ Ամեն։